Կրծքի կաթի կանգ օպերատիվ օգնություն մաստիտի և լակտոստազի դեպքում։ Լակտոստազը կաթի կանգն է խողովակում, իսկ մաստիտը խողովակի հյուսվածքի բորբոքումը։ Ջերմությունը կարող է լինել ինչպես լակտոստազի, այնպես էլ մաստիտի դեպքում։ Շատ փորձեք ջերմությունը չիջեցնել մինչև 38 աստիճան։ Եթե կարողանում եք դիմանալ, դիմացեք։ Որովհետև ջերմության դինամիկան, եթե այն բարձրանում է, մենք հասկանում ենք, որ կրծքի վիճակը վատանում է։ Եթե այն իջնում է, ապա հասկանում ենք, որ կրծքի վիճակը լավանում է։ Այդ պատճառով համբերեք։ Լակտոստազը խողովակի կանգն է։ Եվ կարող ենք հասկանալ այսպես, կուրծքը դարձել է ցավոտ, մենք շոշափում ենք կուրծքը։ Այստեղ ցավում է, այստեղ կոշտություն կա, գունդ է առաջացել և ցավի սահմանները հստակ են։ Ահա այստեղ ցավ չկա։ Մաստիտը խողովակի հյուսվածքի բորբոքումն է, որտեղ կա գունդ կամ պինդ, բայց հաճախ այն ժելեած է և ցավի սահմանները հստակ չեն։ Ուրեմն, ինչ անել մաստիտի և լակտոստազի դեպքում։ Առաջինը, պետք է կամ թույլ չտանք, կամ վերացնենք այտուցը։ Եվ մենք պետք է մերսում անենք, այսպիսի տարածող մերսում, որպեսզի վերացնենք այտուցը։ Կարելի է դնել սառը, կամ սառնարանից ցանկացած սառեցված բան դնել սրբիչի մեջ և դնել կրծքին, կամ վերցնել սրբիչ, թրջել սառը ջրով, բայց այդ դեպքում պարբերաբար փոխել այն։ Կարելի է դնել կաղամբի տերև, բայց այն նույնպես միշտ պետք է սառը լինի։ Երեխայի ծնոտը միշտ պետք է նայի կանգի բեղին։ Այսինքն, եթե հիմա գունդը այստեղ է, դնում եք այսպես, եթե այն այս կողմում է, երեխային դնում եք այդպես։ Եթե այն ներքևում է, ապա մայրը կերակրում է պառկած։ Կերակրելուց հետո շատ կարևոր է նորից սառը դնել և կանգի տեղը քսել։ Կարելի է ավելի լայն հատվածը քսել տրամել քսուքով։ Այն համատեղելի է կրծքով կերակրման հետ, վերացնում է այտուցը և կանխում բորբոքումը։ Շատ կարևոր կանոն է կրծքի փոխարինումը կատարել։ Ինչպես ենք դա անում։ Չի կարելի մոռանալ առողջ կրծքի մասին։ Եթե կանգը աջ կրծքում է, ապա երեխային մոտեցնում ենք աջ կրծքին, ամբողջությամբ դատարկում։ Եթե հերթը ձախ կրծքինն է, ապա 2-3 րոպե մոտեցնում եք աջին, հետո ամբողջությամբ անցնում եք ձախ կրծքով կերակրելուն։ Այստեղ էլ անմիջապես սառը դրեք։ Մի մոռացեք, որ կերակրելուց հետո անմիջապես դնում ենք սառը և քսում տրամել քսուկ։ Կերակրելու հաճախականությունը պետք է լինի ոչ պակաս, քան 1 անգամ 1 ժամում, որպեսզի խողովակը լավ դատարկվի։